Հունվարի 22-ին Արագածոտնի թեմի քահանայից դասը միասնական ժամերգությունն անցկացրեց Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Չնայած երեկոյան ժամին եւ տարածաշրջանին բնորոշ սառնամանիքին, եկեղեցին մարդաշատ էր։ Հավատացյալներ կային նաեւ Երևանից, թեմի տարբեր համայնքներից։ Ամիսներ շարունակ թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ Արագածոտնի թեմում յուրաքանչյուր հինգշաբթի կատարվում է միասնական ժամերգություն։ Հիշեցնենք, Սրբազան հայրը 3 ամիս է գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Նրա պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհ Կաբեղապալոյանը։ Միասնական ժամերգությունների ընթացքում աղոթք է հնչում Մկրտիչ, Բագրատ, Միքայել, Արշակ սրբազանների, տնային կալանքում գտնվող Գարեգին քահանայի, բարերար Սամվել Կարապետյանի, ապօրինի անազատության եւ գերության մեջ գտնվող հայրենիների համար։ Հունվարի 25-ը մեր եկեղեցու տոնացույցում հավատքի համար նահատակված Սուրբ Կիրակոսի եւ նրա մոր Հուղիտայի հիշատակության օրն է։ Սուրբ Հուղիտան բարեպաշտայրի կին էր, ուներ Կիրակոս անունով 3 տարեկան մի զավակ։ 305 թվականին, երբ Փոքր Ասիայում սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, մայր եւ որդի փախչում են Տարսոն, սակայն այստեղ էլ նրանց չի հաջողվում խուսափել հետապնդումներից։ Մայր եւ որդի նահատակվում են Տիրոջ հանդեպ իրենց սիրո ու հավատարմության համար։ Մահվանից առաջ մայրը փառք է տալիս Աստծուն, որ Տերը որդուն արժանացրեց լուսե պսակի։ Տեր Մաղաքյան 4-րդ դարում քրիստոնյաների հանդեպ տեղի ունեցած չարչարանքների եւ մեր օրերի հետ ընդհանրություններ է տեսնում։ Երբ որ կարդում ենք սրբերի կյանքը, տեսնում ենք, որ իրենց են խոստանում էին շատ թանկարժեք եւ զարդեր, եւ պաշտոններ, եւ աթոռներ, բայց քանի որ իրենց սերը անսահման էր, քանի որ իրենք ճաշակել էին Քրիստոսին, իրենք չտրվեցին այդ գայթակղությանը։ Բայց այսօր ցավոք սրտի մեր իրականության մեջ տեսնում ենք, որ մամոնան եւ նյութը մարդուն շեղում են իր հոգևոր առաքելությունից, շեղում են այն հավատքից, այն պատգամից, որ Աստված մեզ պատգամեց։ Այս սրբերը մեզ սովորեցնում են, մեզ դաս են տալիս, որ երբեք չշեղվենք Քրիստոսահիմն Աստվածադիր պատգամներից, խոսքից, կանոնից, որ Աստված մեզ փոխանցեց։ Աստված մեզ այնքան շատ է սիրում, որ հիմա էլ Աստված ուզում է, որ մենք ապաշխարենք։ Եվ ինչպես որ այն ժամանակ սրբերին ձերբակալում էին, տանջում էին, որպեսզի հավատք ուրանան։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք այժմ նաև, որ մեր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները այժմ ցավոք սրտի մեզ հետ չեն։ Մենք այժմ աղոթում ենք, տխուր ենք մի փոքր, բայց ոչ անհույս, քանզի քրիստոնյան չունի իրավունք երբեք հուսահատության մեջ ապրելու, որովհետև մեր հույսը առաստված ամուր է։ Տեր Աստված մեր, տուրս քո խաղաղություն դամենան աշխարհի։ Քրիստոսին հետևելու ճանապարհը միայն խաչի ճանապարհն է, որ նեղ է ու քարքարոտ, բայց դեպի փրկություն է տանում։ Հավատացյալներին ուղղված իր խոսքում ասաց Տեր Հայրը, հորդորելով ներկաներին չհուսահատվել, հավատալ, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր եկեղեցին կհաղթահարի բոլոր դժվարություններն ու կհաղթանակի։ Մենք իրականում ավելի լավը չենք, քան այն սուրբերը, այն քրիստոնյաները, ովքեր ապրել են եւ առաջի դարում նեղություններ են կրել Քրիստոսի եւ հավատքի համար, խորհրդային տարիներին ապրած մեր ոչ հոգևորականներից, ոչ հավատացյալներից ավելի լավը չենք, որպեսզի մեզ համար ավելի հանգիստ պայմաններ մշտապես լինի եւ այն ինչ կրել են մեզնից առաջ ապրած նախորդները, քրիստոնյա ժողովուրդը ընդհանրապես, այսօր մենք արժանացել ենք այդ նույն ճանապարհով գնալու։ Հենց իրենց ապրած ճանապարհն ու կյանքն է, որ մեզ համար մխիթարություն է։ Մեծագույն միջոցը հուսահատությունից փրկվելու, ընկճվածությունից փրկվելու համար հիշել է մեզնից առաջ ապրած քրիստոնյաներին եւ Տիրոջ խոսքը, ավետարանի խոսքը, որ նախ ասում է ինչպես ինձ հետ վարվեցին, ձեզ հետ էլ են վարվելու։ Ծառան ավելի չէ, քան Տերը, ոչ էլ աշակերտը, քան ուսուցիչը, Քրիստոս ասաց եւ ասաց ձեզ նախապես ասում են, որ ձեզ իմ անվան համար ատելու են։
ձեզ նույնիսկ սպանելու են իմ անվան համար, բայց ով մինչև վերջ համբերին ակփրկվի։ Այսինքն 3 կարևոր բան կարող ենք առանձնացնել. հավատարմությունը, Աստծուն, հավատքին, եկեղեցուն, մեր նախնիների ավանդություններին, համբերությունը, որ շատ կարևոր է, եւ հաստատակամությունը, այսինքն որևէ կերպով չտրվելը որևէ կասկածի։ Ժամերգության ավարտին հնչեց հայրապետական մաղթերգը։ Ներկաների աղոթքները հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության եւ հայոց հայրապետի կենաց արևշատության համար էին։ Թեմի հոգևոր դասը միասնական հաջորդ ժամերգությունը կանցկացնի հունվարի 29-ին ժամը 19:00-ին Սաղմոսավանք վանական համալիրում։ Հունվարի 26-ին ժամը 12:30-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանին առնչվող քրեական վարույթի առաջին դատական նիստը։ Տեր Մաղաքյան ներկաներին հայտնեց, որ նիստը դռնբաց է եւ ցանկացողները կարող են իրենց ներկայությամբ աջակցություն հայտնել թեմակալ առաջնորդին ու դիվանապետին։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։